Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Այսօր մեր երկրում կայունությունը եւ կարծում եմ Վրաստանում կպահպանենք կայուն միջավայրը, ինչը երկրի զարգացման բանալին է։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իռակլի Գոբախիձեն TRT World-ի հետ հարցազրույցում։ Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, վերջին մի քանի տարվա ընթացքում երկիրը բազում մարտահրավերների առաջ է կանգնել, հատկապես 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Երկրում տեղի է ունեցել հեղաշրջման 5 փորձ, սակայն այժմ իրավիճակը լիովին կայուն է եւ մեր հետեւողական քաղաքականության շնորհիվ կարողացանք կայունացնել իրավիճակը։ Ընդդիմությունը զգալիորեն թուլացել է վերջին տարիներին մեր ձեռնարկած քայլերի արդյունքում։ Հիմա մենք ունենք կայունություն։ Հաջորդ 3 տարիներին ընտրություններ չեն նախատեսվում, ինչը նշանակում է, որ կարող ենք ամբողջությամբ կենտրոնանալ երկրի զարգացման վրա։ Գոբախիձը նաև նշել է, որ չնայած բոլոր փորձերին երկրում եղած լարվածություններին, որոնք վերջին տարիներին եղել են, Վրաստանը ցուցադրել է տնտեսական զարգացման շատ բարձր տեմպ եւ այժմ լիովին կենտրոնացած է դրա վրա։ Վրաստանում քրեական գործ է հարուցվել 8 ընդդիմադիր քաղաքական գործչի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են պետության դեմ հանցագործությունների համար։ Գործող մեղադրյալների թվում են Վրաստանի նախկին նախագահ եւ Միացյալ ազգային շարժում կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին, Աղմաշենեբելի ռազմավարություն կուսակցության հիմնադիր Գեորգի Վաշաձեն, Հանուն փոփոխությունների կոալիցիայի առաջնորդներ Նիկա Գվարամյան եւ Զուրաբ Ջափարիձեն եւ Էլենե Խոշտարյան, Ախալի կուսակցության հիմնադիր Նիկա Մելյան, ինչպես նաեւ Լելո կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն եւ Բադրի Ջափարիձեն։ Գլխավոր դատախազի խոսքով ընդդիմադիր գործիչները մեղադրվում են դիվերսիայի, Վրաստանի դեմ օտարերկրյա պետության թշնամական գործունեության նոժանդակելու, Վրաստանի սահմանադրական կարգի եւ ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորման, սահմանադրական կարգի բռնի փոփոխության եւ պետական իշխանության տապալման կոչերի համար։ Ավելի վաղ Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն, Նիկա Գվարամյան, Նիկա Մելյան, Զուրաբ Ջափարիձեն եւ Գեորգի Վաշաձեն դատապարտվել են 7-ից 8 ամսվա ազատազրկման խորհրդարանական հանձնաժողովի առջև ցուցմունք տալուց հրաժարվելու համար։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել Մամուկա Խազարաձեին եւ Բադրի Ջափարիձեին։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակաբո Ջուրիշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան խոչընդոտներ է ստեղծում Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան արձագանքել է պաշտոնական Թբիլիսիի մեղադրանքին։ Վրացական կողմը չպետք է վիրավորվի հայելու մեջ իր արտացոլանքից։ Վրաստանի Եվրամիությանն անդամակցության ճանապարհին վատ առաջընթացի բոլոր պատճառները թաքնված են Թբիլիսիում, այլ ոչ թե Կիևում, նշել է ուկրաինացի նախարարը։ Նրա խոսքով Ուկրաինան միայն մեկ բան է ցանկանում վրացիների համար, որ նրանք վերջապես իրականացնեն իրենց եվրոպական ձգտումները, չնայած ներկայիս կառավարության քաղաքականությանը։ Վրաստանը Եվրոպա է, այլ ոչ թե ռուսական աշխարհ, շեշտել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։ Թուրքիա պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Տաբատաձեի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի եւ կոմիտեի այլ անդամների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի եւ Թուրքիայի միջև երկկողմ պաշտպանական գործակցության կարեւորությունը։ Ընդգծվել է, որ Թուրքիայի զինված ուժերը տարիներ շարունակ նյութական եւ տեխնիկական աջակցություն են ցուցաբերել Վրաստանի պաշտպանության ուժերին, ինչի համար Ալեքսանդր Տաբատաձեն շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին։ Հանդիպման ընթացքում Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչները քննարկել են երկու երկրի միջև բազմակողմանի գործակցությունը, ընդգծել են խաղաղության եւ կայունության կենսական դերը տարածաշրջանի երկարաժամկետ զարգացման եւ բարգավաճման համար։ Թուրքիայի նախագահը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիրի ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելի դեմ, պահանջելով 500,000 թուրքական լիրա կամ մոտ $12,000։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդենը։ Փոխհատուցումը պահանջում են 2025 թվականի նոյեմբերի 5-ին Ստամբուլի շրջանի Ումբրանիե բնակավայրում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նախագահի հասցեին արված ոչ պատշաճ հայտարարությունների եւ անհիմն մեղադրանքների համար, ասել է նա։ Փաստաբանի խոսքով Անկարայի գլխավոր դատախազություն ներկայացված դատական հայցով պահանջել են նաև քրեական գործ հարուցել նախագահին վիրավորելու համար։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Նրա խոսքով Թուրքիան ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ վերջերս արված քայլերը եւ հավելել, դա կարեւոր հնարավորություն է Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ բարօրության հաստատման համար։ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության շարունակականության ապահովման գործում։ Մեզ հավաստիացրել են, որ Զանգեզուրի հարցով Իրանի համար ոչ մի սպառնալիք չի լինի, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է Թասնիմը։ Մենք չենք ընդունում տարածաշրջանի սահմանների եւ աշխարհաքաղաքականության որևէ փոփոխություն եւ գտնում ենք, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու լավագույն միջոցը տարածաշրջանային համագործակցությունն է, իսկ մեր գաղափարը 3 գումարած 3 ձևաչափն է։ Մենք հետևում ենք իրավիճակին։ Իրանի պաշտպանական եւ հրթիռային կարողություններն ամրապնդվել են հունիսին Իսրայելի դեմ 12-օրյա պատերազմից հետո, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով թշնամուն չի հաջողվել հասնել իր որևէ նպատակի։ Արաղչին հավելել է, որ հակամարտության ընթացքում Իսրայելի երկինքը, չնայած իր բազմաշերտ պաշտպանական համակարգերին եւ արևմտյան օժանդակությանը, գտնվում էր իրանական հրթիռների հասանելիության սահմաններում։ Նա շեշտել է, տեղական արտադրության հրթիռները, որոնք առաջին անգամ են օգտագործվել իրանական պատերազմում, դարձել են ավելի ճշգրիտ եւ արդյունավետ, քանի որ դրանց թերություններն ամեն օր բացահայտվել եւ շտկվել են։ Ըստ Իրանի արտգործնախարարի, զինված ուժերն աշխատում են երկրի պաշտպանական, հրթիռային եւ ռազմական կարողություններն ընդլայնելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ 1979 թվականին սահմանված պատժամիջոցները։ Միաժամանակ նա հայտնել է, որ Թեհրանը Վաշինգտոնին խնդրում է վերացնել Իրանի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցները եւ հավելել, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստ է լսել Իսլամական Հանրապետության իշխանություններին։ Փետրվարի 4-ին Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով վերականգնել է Թեհրանի նկատմամբ ամերիկյան առավելագույն ճնշման քաղաքականությունը։ Փաստաթուղթը մասնավորապես ուղղված է Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելուն։ Այն նաեւ կոչ է անում Վաշինգտոնին ակտիվացնել իրանական նավթի արտահանման կրճատման ջանքերը։ Միացյալ Նահանգների եւ Կենտրոնական Ասիայի ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփն անդրադարձել է TRIP-ի նախագծին, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպման արդյունքում։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, այդ երթուղին անցնում է աշխարհի տնտեսական կարևոր տարածաշրջանով եւ կխթանի Կասպից ծովից այն կողմ առևտրային ակտիվությունը եւ կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին։ Թրամփն ընդգծել է, որ նախագիծը հնարավոր է դարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պատմական համաձայնագրի արդյունքում։ Կողմերն այն անվանել են իմ անունով Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման։ Իսկապես գնահատում եմ այդ փաստը։ Հիանալի համաձայնագիր է։ Վստահ եմ, որ այստեղ ներկաները կօգտվեն դրա հնարավորությունից։ Ղազախստանի նախագահն էլ աջակցություն է հայտնել Դոնալդ Թրամփի խաղաղապահ նախաձեռնություններին, այդ թվում TRIP-ի նախագծին, որը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համոզմամբ կարող է նպաստել միջին միջանցքի զարգացմանը։ Միացյալ Նահանգների նախագահը վճռորոշ ներդրում է կատարում ավելի անվտանգ, կայուն եւ բարգավաճ աշխարհ ապահովելու գործում, ընդգծել է Ղազախստանի ղեկավարը։ Եվրամիությունը հանձնառու է համագործակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Վաշինգտոնյան համաձայնություններից հետո դինամիկան պահպանելու համար եւ ապահովելու, որ խաղաղության օգուտները լինեն ընդհանուր եւ զգացվեն ամբողջ տարածաշրջանում, հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Մագդալենա Գրոնոն Բաքվում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի, նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ այլ պաշտոնյաների ու փորձագետների հետ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը, ներառյալ փոխկապակցվածության հարցերը, շեշտը դնելով Նախիջևանի տարածաշրջանային համագործակցության եւ հումանիտար հարցերի վրա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ երկրի զինված ուժերը շարունակում են անցում կատարել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ։ Նա այս մասին ասել է Բաքվում ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։ Ալիևի խոսքով ադրբեջանական բանակի արդիականացման գործընթացն իրականացվում է Թուրքիայի զինված ուժերի հետ սերտ գործակցությամբ։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ բարեփոխումները նպատակ ունեն բարձրացնելու զինված ուժերի կառավարման եւ մարտունակության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխան։ Նրա խոսքով Բաքուն կարևորում է ՆԱՏՕ-ի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու փորձի փոխանակումը անվտանգության ոլորտում գործակցության խորացման նպատակով։ Ալիևը հավելել է, որ բանակի արդիականացման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկայում։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։